այդ հետվճարով արդեն կենսաթոշակը կմոտենա սպառողական զամբյուղի մոտ 90%-ին, ինչը իհարկե բավարար չէ ամբողջությամբ սպառողական զամբյուղին հասնելու համար, պարզ է որ 10% ավելի ցածր է, սակայն մեծ քայլ է ընդառաջ դրան եւ ես ուզում եմ Սառը օգտագործելով մի բանի մասն է խոսել երեք ֆինանսների նախարարության հայտարարության, որը շահարկվում է այս 1-2 օրը, պարոն Հովհաննիսյանը ասել է, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա Հայաստանի Հանրապետությունում, մենք բյուջետային, հարկաբյուջետային խնդիրներ ունենանք, ոչ մենք կենսաթոշակառուները վատ կապրեն, այլև բոլորս վատ կապրենք։ Իսկ մանիպուլացվում է հակառակ կերպ, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք, ապա կենսաթոշակառուները վատ կապրեն։ Ամենևին դրա մասին չի եղել խոսքը, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այլ նրա մասն է, որ մեր ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել այսքան եւ այս եղանակով, որը կարծում ենք այս պահի դրությամբ ավելին հնարավոր չէ մեկ եւ երկրորդը սա նաեւ գործիք է, որը կրկնում եմ խթանելու է հավելյալ հարկերի հավաքագրումը։